եկել եմ այն պահը նկատեմ, որ մեկը մի հատ շուջուխի շարանա վերցրել, չոքել այս կարինի վրա, այդ շուջուխը բրդում է։ Սպանախ։ 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 Մեկ տղ է սենց արավ։ Էսա Ֆրանսիան տենան ասենք խոնոպոստի շորերը հագեզ մարդը։ Ավելի մանրամասը դու ներկայացրու։ Ինչ ես անում։ Ինչ կլինի որ կայնեմ, իս աթորը չար։ Այ իս աթորը։ Այ, ոնց նույնս ջարդ։ Աչ իս աթորը չար մաչի։ Փոսի ցանի միատրեջի։ Մեր բերեդ բերո զորամոստու։ Ման փոսի մեջ դել հարսություն ես անշական, կսում ես փոսի։ Տեսեք ես թե հոր քրուս ենք ավելի համեղ ուտեսներ պատրաստում։ Սիրելի հետևորդներ, ողջունում եմ բոլորիդ Նունեի խոհանոցում։ Ընկերներ, բոլորիդ հրավիրում եմ այսօր մեզ հետ միասին շատ հետաքրքիր ճամփորդության։ Առավոտյան ժամը 7-ն է եւ մենք պատրաստում ենք ճանապարհ ընկնել իմ հայրական տուն, որը գտնվում է Պրոշյանում։ Ցավոք ծնողներս վաղուց կենթանի չեն, բայց այնտեղ է ապրում իմ եղբայրը Գագիկը իր կնոջ Կարինեի հետ։ Նրա դուստրը Արմինեն, որին անչափ սիրում եմ, 25 տարի բնակվում է Ֆրանսիայում եւ փաստաթղթային խնդիրների պատճառով չէր կարողանում գալ Հայաստան։ Այժմ 25 տարի անց նա վերջապես վերադարձավ Հայաստան եւ մենք շտապում ենք անակնկալ հյուրընկալվել նրանց։ Համոզված եմ, հանդիպումը լինելու է էմոցիաներով լի եւ խոստանում եմ ամենահետաքրքիր կադրերը ներկայացնել իմ տեսանյութում։ Քանի որ Արմինեն հմուտ խոհարար է, կարծում եմ հարմար պահ կգտնենք եւ մի հետաքրքիր ուտեստ կպատրաստենք ձեզ համար։ Ռոբերտ Համուսինս արդեն մարինացրել է խորովածի միսը, այնպես որ այնտեղ նաեւ շատ համեղ խորոված ենք պատրաստելու։ Խնդրում եմ լայքեք տեսանյութը եւ բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե իհարկե դա չեք արել։ Իսկ մենք ճանապարհ ենք ընկնում դեպի Պրոշյան։ Քանի որ մեր Դիլիջանը շատ գեղատեսիլ է, առաջարկում եմ միանալ մեր գեղատեսիլ ճամփորդության։ Ճանապարհները շատ են, բայց կա մեկը, որով անցնելիս սիրտդ սկսում է ուրիշ ձև բաբախել։ Դիլիջանի այս կանաչներից դեպի մեր Պրոշյան տանող այս ճանապարհը միայն կիլոմետրեր չեն, այլ վերադարձ է դեպի մանկություն։ Մի քանի հատ ձուկ վերցնենք, ընկերներ, չնայած այսօր մարտի 28-ն է, բայց Սևանում տեսեք ինչ սաստիկ ձմեռ է։ Դիլիջանի թունելից հետո բնությունն ու կլիման կտրուկ փոփոխվում է։ Կարծես մտնես ուրիշ աշխարհ։ Թարմ ձուկն է վերցրեցինք, շարունակենք մեր ճանապարհը։ Ամեն մի ծառուքար ինձ ծանոթ է։ Ամեն մի շրջադարձ իր հետ հիշողություն է բերում։ Գնում ենք հայրական տուն։ Տուն, որտեղ այլևս չկան ծնողներս, որտեղ դրան շեմին ինձ էլ նրանք չեն դիմավորելու։ Բայց այդ տան պատերն իրենց մեջ պահել են մեր ծիծաղն ու մամայիս եւ պապայիս անսահման սերը։ Հիմա այնտեղ իմ Գագիկն ու Կարինեն են վար պահում մեր օջախի լույսն ու ջերմությունը։ Գնում ենք մերոնց մոտ, գնում եմ տուն։
25 տարի, ասելն է հեշտ 25 տարի, մի ամբողջ կյանք էր անցել, բայց այս մի գրկախառնությունը կարծես ջնջեց բոլոր տարիներն ու հեռավորությունը։ Արմինես, կարոտն այնքան շատ էր, որ բառերով նկարագրել չի լինի։ Խորովածը ստենք չէ անելու։ Լսի ոնց կուզեք։ Բա դե ստելովն է, մաղան կա, չէ։ Հա, չեկա։ Ես էլի Միքայելոս, ես վերջերս երկու կտոր Այդ ամիսը մեկ ասենք ունենալ։ Ամենաշուտը հոն է։ Հայաստանը շատ է փոխվել, ոնց որ մի 20 տարի կոմայից հետո դուրս եկած լինեմ։ Ընտանիքիս անդամները բազմացել են, չեմ տեսել։ Իմ եղբայրերը, քույրերը բոլոր ամուսնացել են, երեխաներ ունեն արդեն։ Մի խոսքով ծանոթանում եմ հերթով բոլորի հետ։ Մեկը մեկից լավն են, շատ ուրախ եմ բոլորին տեսնելու համար։ Քեզ էլ արգամ ջան։ Սիրտիկ։ Նույն ջանեցիչ լավ անակնկալ արեցիր։ Հա, Արմին ջան, կարոտել էինք շատ, ասենք մի հատ լավ անակնկալ անենք, սենց հարազատներով մի հատ մի փոքր խնջույք կազմակերպենք։ Շատ շնորհակալ եմ, մերսի շատ, իսկականից անակնկալ էր, իսկականից տարիներով երազել էի, որ իմ ընտանիքի բոլոր անդամները հավաքվեն, իմ հորքուրները, հոպարները, իրանց երեխեքով բոլորին շատ կարոտել էի։ Հիմա եկած շատ փոխված եմ տենում, բոլորը մեծացել են, իրանց ընտանիքներն ունեն, ամուսնացել են, չկարողացա ոչ մեկի ամուսնությանը ներկա գտնվեմ, բայց մերսի արգամին, որ չի ամուսնացել, սպասելա, որ քուրիկը կարողանա գա Հայաստան, հետո ամուսնանա։ Հա, հույսով ապրի։ Հարսանիքի շորը արդեն առած, պահած, կախած։ Այսօր, որ անակնկալ արեցիք ամեն ինչ դուք արդեն ձեր հետ բերել եք, մի հատ շատ հասարակ աղցան պատրաստենք իրար հետ, շատ թեթև ու արագ պատրաստվող։ Հա, Չթողեցիր նույն ջան, ես էլ իմ հմտությունները քեզ ցույց տամ։ Ուրեմն մեզ աղցանի համար հարկավոր է սպանաղ, կաղամբ, մաղադանոս, կիտրոն 2 հատ, սխտոր եւ ավոկադո։ Հիմա սկզբում կկտրատենք կաղամբը, շատ մանր։ Մեզ մի քիչ հարմար չի սեղանը։ Եղավ սալը։ Հա։ Սիրելի հետևորդներ, ես մի քիչ Արմինեի մասին խոսեմ, ովքեր դեռ ծանոթ չեն։ Արմինեն հմուտ խոհարար է։ Արմինե ջան, մի հատ խնդրում եմ մանրամասը դու ներկայացրու քո գործունեության մասին։ Ինչպես ես բազմիցս ասել եմ, երկար տարիների ապրում եմ Ֆրանսիայում, ունեմ խանութ, որը կոչվում է Խետող Արմենիանի Լիբանե, այսինքն խանութ է, որտեղ պատրաստում եմ թարմ հայկական եւ լիբանանական ուտեստներ։ Հիմա էլ արգամի եւ քո հորդորով ունեմ իմ YouTube-յան էջը, որտեղ փորձում եմ պատրաստել եւ ներկայացնել այն ուտեստները, որոնք պատրաստում եմ իմ խանութում։ Արմինե, իսկ հայերը շատ են ձեր մոտ։ Մեր քաղաքում շատ են հայեր, բայց ես մեր քաղաքում չեմ աշխատում, աշխատում եմ ավելի քան 40 կիլոմետր քաղաքից դուրս, որովհետև մեր քաղաքում Փարքասո շատ կան հայկական խանութներ, ռեստորաններ։ Իսկ քո խանութից առևտուր անում են հայերը։
Չէ, որտեղ որ ես աշխատում էի, հայեր չկային, ֆրանսիացիներ էին բոլորը եւ շատ սիրով գնում էին եւ ճաշակում էին մեր հայկական բոլոր ուտեստները։ Իսկ հայկական խոհանոցից ֆրանսիացիները որ ուտեստն են սիրում։ Նույն շատ սիրում են, պասուստորն են։ Հա։ Կզարմանաս, բայց քանի որ նրանք հիմնականում վեգաններ են, որ կատային ոչինչ չեն ուտում, ավելի բուսական են ուտում, իրանց համար իմ խանութը իդեալական էր, շատ են սիրում պասուստորմեն, ժենգյալով հացն են շատ սիրում։ Պասուստորման մեր հայկական ավանդական ուտեստներից է, ու ֆրանսիացիները այդպես սիրում են։ Հա, ամեն ինչ որ թարմ հայկական է, քանի որ այնտեղ հայկական թարմ վիճակում են պատրաստում, այսինքն կիսաֆաբրիկատ ոչինչ չենք պատրաստում։ Հա։ Տեղում մոտ 35 տեսակի ուտեստ ենք պատրաստում։ Բոլոր հայկական ուտեստները նրանք շատ են սիրում։ Հիմա ինչ ենք անելու Արմինե։ Սխտորը լցրեցինք, ավոկադոն լցրեցինք, մի քիչ մաղադանոս, սպանախը կավելացնենք, մի քիչ ջրով կաղանք, լիմոնել ու կստացվի համեղ սոուս։ Ես էսի պատրաստում եմ հատուկ բուսակերների համար, քանի որ մենք ոչ բոլորս ենք ուտելու միս, մեզ համար կպատրաստեմ թեթև աղցան։ Էս էլ մեր բուսակերներիս համար, որ մենք էլ այսօր քաղցած չմնանք։ Լավ, որ վրետ մի բան գցեցի, ես որ թարսի պես։ Մի քիչ առողջական խնդիրներ ունեմ Արմինե ջան, բախում եմ։ Տակ բայ քեզ նուն ջան։ Նու նայ, քանի որ այս մեր ապարատը փոքր է, Հա։ սպանախը վերջում կլցնենք, մի քիչ ջուր կավելացնենք, որ հեշտ աղացվի։ Մի քիչ աղ։ Այս ընթացքում ես կտրատեմ վարունգը։ Ես էլ մնացածը խառնեմ։ Արմինե, դու վաղ տարիքում ամուսնացար ու հեռացար Հայաստանից։ Հեռացար այս կյանքից։ Հիշում ես, ես տերի հասակին էիր, որ գալիս էի երեխեքի հետ իջնում էի, չչալով վազում էիր մեքենայի դեմ, մի հատ ընդեղ էիր թռնում գրկում մեզ, մի հատ էլ տան ներսում, մոռացել էիր, որ ընդեղ գրկել ես, էլի, մի հատ կարոտը չէիր առնում, մի հատ էլ տան ներսում էիր փաթաթվում։ Նոն դու գիտես չէ, որ փոքր ժամանակվանից դու իմ սիրելիներից ամենասիրելին ես եղել։ Հա, ես գիտեմ այդ Արմին ջան։ Հետո որ տենում եմ, որ երեխեքը փոքր էին, իրեքը քո համար դժվար էր, ուզում եք հոգսը ավելի թեթևացնել, իրանք է կպածենք, այսպես վերցնում են զորով պոկում է ու վազում է։ Երեքն էլ, մեկը ձեռքս էր բռնում, մեկը ոտքս էր բռնում, մեկը մեջքս էր բռնում, պետք է այտենց իրանց հետ քայլեի, ոչ մեկը բաց չէր թողում։ Արմին հիշում ես, արգամը ոչ մեկի հետ չէր շփվում։ Մամաս ասում էր, Արմին ջան, օգնի, արգամին գրկի, տար մի քիչ զբաղեցու, թող նույն հանգստանա, ֆռում էիր, թե արգամն է սենց գրկած, հնարավոր չէր նա գրկիցս տանեին, սենց գրկած պին, գալիս էիր հետևից սենց, պոկում էիր ու փախնում, մի քիչ լացում էր, հետո տանում էիր, զբաղացնում էիր, արդեն մոռանում էիր։ Արդեն մոռանում էր քեզ, հա։ Հա, գիտես ինչի չէր շփվում ինքը, որ մենք հիմնականում Զորամասում էինք ապրում, ինքը այդ զինվորականների հետ էր շփվում, քաղաքացիական հագուստով, եթե մեկին տեսնում էր, արդեն իր համար շատ դժվար էր, դա չէր կարում տանել, պետքա պարտադիր զինվորական հագուստ լիներ, ես յուր եմ լցնելու։ Լցնենք վրա։ Ուրեմն Արմին, մի օր էլ իստեղ մի քանի օրով հյուր է եկե, մի հատ ժամանակ նկարիչներ էին սենց ֆռում, շրջիկ նկարիչներ էին, հա։ Գալիս էին, որ ընտանիքներին նկարող ցանկանում էր։ Վերջը այդ նկարիչին ասին, եկեք մեզ էլ նկարեք,
Հավաքված էին քուրս իր ընտանիքով, մենք քրոջ երեխեքը, աղբորս երեխեքը հավաքված էինք, ասենք եկեք մեզ են նկարեք։ Հիմի հույս արգամը ու չի լացում։ Ես այդ օրը տունը չեմ եղել, ցավախրտի տունը չեմ եղել, դպրոց եմ եղել։ Դու չկաս այդ նկարի մեջ։ Ես չկամ։ Ափսոս։ Վերջ այնքան լացեց այդ նկարիչ ուզում էր թողար գնալ, մի կերպ համոզեցինք։ Արգամին այսինչ ճմթելով, բանանելով, որ վախից նստի Կտանք ես ենթարկի մի խոսքով։ Քանի որ երկար ժամանակ ապրել եմ դրսում, միշտ կարոտով եմ եղել ու ոչ մի ակնթարթը չեմ մոռացել։ Նույնիսկ մարդիկ կան, որ մոռանում են պահերը, ես միշտ, քանի որ միշտ վերհիշել եմ այդ ամեն ինչը, ոչինչ չեմ մոռացել։ Ես միշտ Արմինե ջան, ես եթե մի քիչ ոչ թե մի քիչ շատ անկեղծ պետք է լինեմ, ես քո այդ ջիգարը տենց ասեմ, էլի մեր հայկական խոսակցությունն է, ջիգարը զգացել եմ, քո այդ անմիջական տենց մտերմությունը, տենց չգիտեմ, դու մի քիչ ուրիշ ես բոլորիս համար, չգիտեմ, քեզ շատ ենք սիրում, դու մեր ջիգարն ես։ Բանը, ո՞ց է ստացել։ Մի քիչ էլ կաղամբի վրա աղկանենք, լավ կխառնենք, հետո կավելացնենք մեր սոուսը պատրաստած։ Իմիջայլոց գիտեք ում ռեցեպտն ասա, բաղադրատոմսը մեր հարցներից մեկի։ Գնել հոպարի հարցի լուսինեի բաղադրատոմսն։ Մերոնցական։ Հա, շատ լավ խոհարար է մեր աղջիկը։ Արմինե ջան, դու բարով ես եկել, մենք շատ կարոտել էինք քեզ, սպասում էինք, հարկասը որ դու եկել ես, այս ուրախությունը դու մեզ համար ստեղծեցիր, ապրես աղջիկ ջան, շնորհակալ։ Առիթը դու եղար։ Առիթը ես հոգուր գիտես մինչև գալես հաճախակի երազից տենում է, որ երևի ամիսի մի քանի անգամ երազից տեսնում է, որ գալիս եմ Հայաստան, բայց տենց էլ տեղ չի հասնում։ Այդ կարոտից անցյալի պրոբլեմ լինում էր, մինչև վերջ տեղ չի հասնում, բայց փառք Աստծո իրականում մեկա հասա։ Շատ լավ է, ուրախ ենք այս պահի համար, շատ շնորհակալ ենք քեզ, որ հավաքվել ենք։ Սիրելի հետևորդներ, ասեմ, որ Գայանեն մեծ քույրս է, ես մի քույրիկ ունեմ, 4 եղբայր, մի քույր։ Գագիկը մեծ եղբայրս է, բայց ասեմ, որ Գագիկից մեծ եղբայր էլ ունեմ, ցավոք չկարողացանք բոլորին հավաքենք, սենց ստացվեց։ Արի մոտեցի Կարին ջան, արի։ Մամա դու նստի ես կկանգնեմ հետևդ կսպասի բալիս արի այդ գերդաստան եք Արի Որ ամենալավ օրերից մեկն է։ Այս բնության գրքում, այս այգու մեջ հավաքվել ենք իրար գլուխ հարազատներով, սա ամենալավ օրերից մեկն է։ Ու երջանիկ ենք, որ իրար տեսանք, առողջ ենք, Աստված պահապան մեզ բոլորից։ Արմինե ջան, ողջ լինես, հաջողություններ լինի, մեզ այս լրիվ այս աուրան, այս մտորորդը փոխանցի Ֆրանսիայի բոլոր ձեզ ճանաչողներ։ Կարինեին էլ ծանոթացնեմ, սիրելի հետևորդներ, եղբորս կինն է, որը որ փոխարինում է մեր մայրիկին։ Ամեն գալուց մենք կարծես թե սփոփվում ենք, կարծես թե մի քիչ թեթևանում ենք իր լավ վերաբերմունքից, իր մարդկային տեսակից, շատ շնորհակալ ենք իրանց։ Սոֆի դաս ես կլու։ Հա, բա, երկրորդ դասարանն է, Ռոբերտ։ Խելաց երեխա։ Արգամը մի տարեկանում նկարել էր իրան։ Ծարտան, բալի ծավեր, եստե գալիս ենք հավաքվում, լրիվ, աներս լավ մարդեր, լուսահոգի ասում էր, ես աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն եմ, լրիվ տղաներս մոտս են, հասներս մոտս են աղջիկս, ու տենց ժամանակ էինք անցկացնում, ուսա կարծես հիշողության կրկնություն եղավ, ու ուրախ ենք, որ էլի պահպանվում է այս այգին, այս բնությունը, այս
տարածքը շատ ուրախ ենք։ Սա իրոք մեզ համար մի լավ չէ, իսկական քեֆանալի տեղ է։ Մի օր էլ կգաք մեր տուն, թոներով, խորով, ազմորոված կանեք, հիմա Թոնիրը կվառենք, բայց այն մի հին թոնիրը գայա։ Չուն ես, այն մեկը չի։ ունենք ինչ չգիտեմ, բայց ես ավելի լավն է։ Նու գիտես ամենաշատը ինչն է սիրում, որ գալիս էի, որ Գուգո հոպարը ողորմի իրան, աստվածոք լուսավորի, բան է իրար հետ, սեղանի վրա դհոլ էիք խփում ու նվագում էիք, այդ երգը միշտ հիշում եմ, ինձ թվում էր, թե այդ երգը հատուկ ձեր երկուսի երգն է, հիշում ես, թողեք հա։ Ay nor. Ես ինչքան է։ Եղբորս մեծ աղջիկն է, եղբայրս ունի 3 դուստր, սիրելի է տերոջն է։ Հարուստա եղբայրը։ Բարև ձեզ, Արտյոմն է Փեսան է։ Շատ թեթև աղցանա, վիտամիններով հարուստ, արագ պատրաստվող, բոլորդ էլ փորձեք։ Ամեն ինչ քուրքուրիս նման է։ Ես աստղի քուրքուրս եմ։ Ես 70 տարեկան եմ, բայց ամեն ինչը Ասեմ չես կարա նունջան, բոյով նիհար, սես մինատյորնե աղջիկլներ, ես է որ նմանելնի։ Չէ դու չաղ ես։ Չէ, Արմինե ջան։ այդ կաղամբը շատ արա, օգտակար է, շատ օգտակար է։ Շենքոն կերանք էս պահքի մենակ չալամոտ Կաղամբը լրիվ որ գալիս թթու կաղամբը շատ աղիներ Ինչ է շատ ընտիր։ Նորքուր ջան փորձես։ Հələ մի հատ գարանի մի սուտ ուղուտ է։ Սոֆին, այսքան ուր ես տալի։ Սոֆի ջան սրա մեջ լսնեմ բալեսի։ Սպասի нас хлебки նգնենք, սպասի բերեմ, բաժակեք, հա։ Նովա, ես շամպուրը բեր տնենք։ Սա նապան կապ։ Դե չէ, կարակը տարու տինքը գչում ես։ Չխառնվեք իրար, ասմասով
Ինչ դանել։ Ոնց ասեմ։ Քերի։ Քերի դանել, գործից անել, աքսոր տանել։ Այդտեղա չէ, դու քերի դանել ես ինչ գործ։ Դե դանել է միջազգային անուն ունի։ Բայց մենք դու որ դիս գիտես։ Բայց մա պապս էր ասում։ Որս ասма Վալոդիա փայտը բերտեշ կվառենք, բա որտեղից բերեմ։ Բասմա հայրենիք էին ուզում։ Մենք էլ միշտ գիտես ինչ էինք ասում էինք հայրենիք ապա չէ ասում էինք խալի գործելու Խալի չէ դե սվիտեր գործելու հետո ասելա Մարտիշա այդ գործողը կինա թե տղամարդ ասելա կինա ընդեղից հետա դարձրել Դու չես ասել։ Բա ասելա դու կին չես ես իրա մոտ Ուրեմն աներս օրմիրան պատմում էր ասма դե առաջ կոլխոզի ժամանակ էր Սովետի բրիգադիրները հավաքվում էին միտեղ մեկ-մեկ բաժակ բան էին խմում գնում դաշտերը ասма հավաքված ենք 4-5 բրիգադ կար մեր գյուղում առավոտ շուտ է ուզում ենք խմենք մեր Լիբոյի խանութը Լիբարետի խանութում մեկ էլ տեսանք ասма դանելը գալիս պայմանավորվեցինք որ տղեր դանելն է գալիս եթե բարև տա բարևը չեն կապում, ով որ բարևն առավ, այս ծախսը կապում ասում էի կապ, մտավ ներս բարի լույս ձեր ժողովուրդ, ասում ոչ մեկս պատասխան չտվի ասեց լիբարիտ խանութվարիչի 5 հատ օղի բաց, 5 հոգի 5 հատ օղի է բացում բաժակ, ասում բացի օղիները, բացում է նստում բաժակը, ասում Ես խմում եմ կենթանի մեռելների կենացը, դուք կենթանի մեռելներ եք, ողջ լինեք, ասում ալ գնի, գեղեցիկ հավաքույթի կենացը, լավ ենք, Ողջություն ժողովուրդ։ Միշտ հավաքվենք ուրախ, առողջ, լավ առիթների համար։ Այն աղվակուլոկներն էլ մի կիլո կշարում էր, թերթ չեր է, մի ձևի կարում։ Ոնց ասիկ է սպայի համար։ Դե ինչ ասեմ, թողես պահերը ավելի շատ ունեն, Քանի գրադուս 66։ բայց շատի հետ իրանց արժեքը չկորցնեն։ Թողես պահերը շատ ունեն, արժեքը։ Պիտի ելնումա 90։ Այս լավաշները չորած հավաքվել կարանք։ Լավն է։ Աբա ինչ որ։ Լենայել։ Այս մեկը արաղա, մեկը դրասած ստեղծն է։ Վեճ խառն ենք էլ էնի լավ դրանով էտանք էլ ես ասել սոկա կամ անում բան չեն անում լավաշ պրեն մի հատ տակը գնանք սեղանին Այլն այդ է ինչ այն կոկա էտի կապտում Այդ լավաշները փռի վրա են ասիս, ձեզ հարթացրու իրան, որ տակ մնա։ Ես արդեն հավանում եմ խորոված Ժողով ջան ողջ լինեք։ Ողջ Բակ ջան, բարին ջան ողջ լինեք։ Ես ուզում եմ այս գեղեցիկ օրվա համար խմել, ես լավ տեսարանի համար խմել, մեր հավաքույթի։ Գիտեք, մենք կարող է կիլոմետրներով հեռու լինենք, հեռու ապրենք, բայց հոգով սրտով իրար հետ լինենք։ Այսօր դիցուկ եկել ենք, մեր Արմինեին իր հայրենիք վերադառնալու նպատակով իրան տեսակցության, բայց սա նաև մի ուրիշ խորհուրդ ունի, ես լավ բնության մեջ, ես հարազատության գրքում
Մենք նաև իրավունք ունենք մի բաժակ բան խմել Գաբջան, հաջողություն մաղթենք, առողջություն մաղթենք մեկս մեկից եւ լավ օրեր մաղթենք մեկս մեկից։ Ամենքը ձեր բնակավարում, ամենքը ձեր գործի մեջ թող հաջողություն։ Ռոբերտ ջան, գուլյանից հետո սենց հավաք չի եղել։ Հա, ինքը սիրում է։ Ինքը սեղանի զարդ էր։ Գուրգենը սիրում էր, հա։ ուրախացնում Երևի էր։ ես Բայց քրեմ այս եմ պահը կենացել։ Հա, բայց թե ոչ գայում։ Թող աշխարհին խաղաղությունը լինի։ Աշխարհի խաղաղությունը լինի։ Որ մենք սենց ոնց են ասում, ուրախ գնանք։ Եկա նավտի։ Ամենակարևոր աշխարհին խաղաղություն։ Ոչ, մեր երեխեքին առողջություն։ Ամենակարևորը խաղաղություն ու առողջություն։ Մեր երեխեքին առողջություն։ Մեր երեխեքին։ Թող մեր երեխեքը ուրախ ապրեն։ Ես ցանկանում եմ, որ այս մեր հարազատությունը երբեք չխառնվի ոչ պոլիտիկայի, ոչ ուրիշ բաների։ Ուղղակի ինչ ոնց եղել ենք հարազատներ, այդպես էլ մնանք։ Խմեմ եմ մեր մաքուր արդար հարազատ չեն գնացել։ Ասի։ Էսա կպատմեմ։ Ես գալիս էի մտանես դուք զանգեցիք, հա։ Նույն ջան ես մի քանի օր առաջ գնացել էի իմ մանկության հետևից, Ահա, այդ ամենալավ հիշողություններն ամ։ Դու էլ իմ նման այսօր եկել ես քո մանկության հիշողության հետևից։ հա, Շատ ապրեկնուն, շատ զգացված եմ, որովհետև այսօրվա օրն էլ կմնա մի հատ քաղցր հուշ, հա, իրոք որ կհիշենք դեռ երկար տարիներ կհիշենք։ անմոռանալի օրեր Արմինս։ Պատկերացրա սենց օրերի մասին ես շատ եմ երազել։ Արմինի ջանի մանկությունն էլ այստեղ անց է, այստեղից մանկապարտեզ եմ գնացել, դպրոց։ Նույն այդքան փոքր ես եղել, Հա, որ մանկապարտեզը ես գնացել։ ես 3 տարեկան եմ եղել, որ ծնողներս Սպիտակից տեղափոխվել են Պրուշիա։ Ես Սպիտակից ոչ մի բան չեմ հիշում։ 3 տարեկան եմ եղել, գնացել եմ մանկապարտեզ, դպրոց, հետո այնպես ստացվեց, որ բախտը ինձ նորից կապեց իմ հայրենիքի հետ, ծննդավայրի հետ, նորից ես հետ վերադարձա Սպիտակի մեծ պարնի համայնք, ամուսնացա այնտեղ, այնտեղից էլ ճակատագիրը մեզ տարավ Դիլիջան, Ռոբերտը զինվորական էր, ծառայող էր, տեղափոխեցին Դիլիջան, արդեն 30 տարի է, այնտեղ եմ ապրում, կարելի ասել այնտեղ շատ եմ ապրել, արդեն դիլիջանցի։ Դե լավ է, որ գոնե հայրենիքից չես հեռացել նույն ջան, ոչինչ, հայրենիքի մեջ տեղահանվել է, Հա, տեղափոխվել է, ոչինչ։ Արմինե ջան, այն ժամանակ, որ ես այստեղ էի, դու շատ էիր փոքր, քանի տարեկան էիր։ Նույնիսկ թվում է, ես այդպես փոքր է գնացել եմ, ինձ մանկությունս ըստ չեմ հիշում։ Մի տեսեք ոնց որ շուտ եմ գնացել։ Մի տեսակ ոնց որ մի 7 տարեկանից դու գնացել ես։ Ծիծաղում են երեխեքը մեկ-մեկ ասում են, ինձ թվում է դու բանտես ծնվել ես ու գնացել ես, հա չես ունեցել։ Հա։ Ով, չգիտեմ։ Բայց հետաքրքիր է, որ չեմ մոտարացել, չէ՞։ Կյանքը չի փոխել, ինչ Չէ, տարիներ չեմ փոխել։ երբեք մնացել ես նույնը, եւ բնավորությունով, եւ ոնց են ասում, հոգեպես, եւ արտակնապես։ Շատ։ Մենք բոլորին է սիրել ենք, նես չի որ տարբերություն ենք դրել, բայց դու մի քիչ առանձնանում էիր, քեզ ոնց որ մի ձևի այդ քո ջիգարի, այդ քո ուշադրության, այդ քո նվիրվածությունը ուրիշ է եղել, հասկանում ես, քեզ մի քիչ առավել ենք սիրել ու մինչև հիմա։ Թող ոչ մեկ չնեղանա, բայց քեզ մինչև հիմա մենք քո սերը տարբերվում է։
Դու միշտ տեղի առողջ, երջանիկ, քո ընտանիքի հետ միշտ լավը լսենք, միշտ լավը տեսնենք, ուրախանանք քո հաջողություններով, լավն ու բարեն քեզ հետ ելնեն, որ ասում է Աստված քո սրտով քեզ տա, իրոք Արմին ջան, դա ճիշտ բան է։ Պապին հիշում ես Արմեն։ Շատ լավ եմ հիշում։ Հա։ Դեռ այն փոքր տարիքի կարողա չհիշեմ մի քանի օր առաջ ինչ ապարտահել, բայց այն հիշողությունները հին հիշում եմ պապին էլ եմ հիշում, քո հարսանիքն էլ եմ հիշում, այդ պալատկեն էս կողմն էր, այստեղ է ճիշտ է, այստեղ պալատկա էր, նե ժամանակ երկրաշարժից հետո էր, համարյա երկրաշարժից հետո մի 5 տարի ոչ մեկ չէր կարողանա որ նվագ հարսանիքներին խփեր կամ ուրախանար կամ բարեր պալատկեն այսենց երկարությամբ այս ամբողջ հողամասով պալատկա էր հիշում եմ որ Ռոբերտան ժողովուրդն եկել էին ասենց իշավոտնուկներ էր չէ ժամանակվա հարսանիքները տենց էր իշավոտնուկներ էին դրել այս իշավոտնուկը մի կողմը մտավ հողի մեջ թեքվեց այդքան ժողովուրդը սաղ ասես փռվեց այս հարսանիքը մոռացել են ժողովուրդը մի դրանց վրա են չի ծաղում մի ինքան հետաքրքիր ես հիշում եմ որ դեռ փոքր մենք շատ փոքր էինք շատ էինք ուզում տենենք քեզ հարսի շորով sense թռնում ենք չենք տենում papan եկավ բարձրացրեց դրեց ուսերին որ նայենք բայց ինչ տարիներ էր երկրաշարժից հետո էր անմիջապես չենք կարա ոչ նույնիսկ մեքենայի վրա ինչ որ մի փոքր լենտ կամ ինչ որ մի նշան չէր կարա կպցնես որովհետև սպիտակի ժողովուրդը շատ ագրեսիվացած էին այդ ժամանակ դուժել էին մարդիկ իրենց էլ չի մեղադրելու չէին ընդունում նման բան Արգամ ջան հիմա գաղտնի չէ ոչ մեկի համար նունի հիվանդագին մաքրությունը մենք ուրեմն մի տան մեջ էինք ապրում հոպարի հետ հոպարի տղայի հետ նույն տարիքին էինք տենց չար երեխեք ենք շատ շարժուն ինքը որ սկսում էր մաքրություն անելը մեզ դնում էր դուրս ուղակի ասում էր տուն չմտնեք մինչև չասեմ դրա համար այն վիդեոյի մեջ որ թորանա sense աչքերով զսպում է որ ոտքերով ուր ես մտնում մեր հետ ավելի դաժան է կամ նստում ենք դիվանի վրա չշարժվեք մինչև ես չասեմ առաջ այդ ոնց են ասում երիտասարդ ուժերը վրա այն սպառվեն Ես գիտես ինչ եմ հիշում, որ գալիս եք մեր տուն, ոնց որ sense լույս մտներ տունը, ուրախություն մտներ, մենք հավաքվում ենք մի հատ փոքր այն ժամանակ, թեկուզ լույս չկա, շատ բան չկար, մի հատ փոքր սենյակի մեջ, դուք երգում եք, մենք պարում ենք, շատ ավելի ուրախ էր թեպետ լույս չկար թեպետ ամեն ինչ շատ դժվար էր ճարվում նույնիսկ հացի հերթեր էր գոյանում մարդիկ մի կտոր հացի խնդիր ունեն բայց այն ժամանակ ավելի մարդիկ իրար հանդեպ քան թե հիմա ամեն ինչ կա բայց մարդկանց մեջ այդ ուրախությունը չկա այդ ուրախությունը չես տեսնում ոչ մեկի աչքերում բոլորը տխուր, բոլորը նույն ձևի, չգիտեմ, այն ժամանակ չկար ոչինչ, բայց ժողովուրդը ուրախ էին։ Հիմա ես եկա, տեսա, որ փառք Աստծո բոլորը ամուսնացել են, ավելացել են ընտանիքների մեջ, բայց ցավով տեսա, որ շատ մարդիկ մեր կյանքից բացակայում են։ Հիմա նայում եմ վիդեոների մեջ, տխրում եմ, որ չգիտեմ, մտածում ես երբեմն, որ երևի խոսքեր կա, որ չես հասցրել ասես ինչ որ մի բան կիսատես թողել։ Ես կոնկրետ ինչ որ մի բան կիսատեմ թողել։ Մանավանդ քեզ թվում է թե հատկապես ծնողները քեզ հետ հավերժ են։ Հավերժ են, հա դե ոչինչ, բայց որ կորցնում ես արդեն նոր ասում ես ինչի ես մի բանը կիսատ մնաց, ինչի ես չեղա։ Միշտ մեզ թվում է թե ժամանակն է, չէ։ Նուժելի ես այդքան չէի պատկերացնում, որ իրանք ժամանակավոր են, իրանք ավելի շուտ են գնալու, ինչի ես չարի, ինչի են չարի Դրա համար հիմի քանի կենթանի են, ասես ինչ հնարավոր է արեք, որ վաղը մյուս օրը տենց թերի ոչ մի բան չնկատեք։
չասված խոսքեր չմնան, չկատարված արարքներ չմնան։ Բայց ասա իսկականից լավ օրեր են։ Մեր հոպարը դու նվագում եք, մենք երգում ենք, բայց նույն դու ինձ խոսք ես տվել, չէ՞ որ նորից պիտի նվագես այդ նվագես ու երգես իմ համար։ Ուրեմն հա, բան է, մամաս ասում էր մեր տան ուրախ երեխեքը գուգոնուն ունենեն, որովհետև մինչ ամուսնանալս սիրելի հետևորդներ եղբայրս հարսանիքներ էր նվագում, դհոլ էր հիմնականում խփում ու երգում ու մեր տանը փորձարկումներ էին անում իր այդ կոլեկտիվի հետ ես լրիվ ասենց ֆիքսում էի լրիվ երգերը լրիվ որը որից հետո իրանք sense տետր ունեին լրիվ այդ տետրի հերթականությունը գիտեի որ երգից հետո որն ա գնում ու լրիվ երգում էի դրանցից հետո որ այդ գնում էին այդ անսամբլը հեռանում էր մեր տանից սկսում ենք իրար այդ տրիներով կանել ինձ դհոլ էր սովորեցրել ես այդտեղ մի հատ սերվանդ ունեինք sense դրա այդ սերվանդի վրա խփում էի ինքը երգում էր մենք էլ պարում ենք հա դուք էլ պարում էիք ոնց որ հարսանիքն էր ամբողջ օրը մեր տունը քեֆ էր դառնում որ դու գալիս էիք մեր տունը վերածվում էր խնդրույթ մի անգամ էլ բանից Պետոյանից մի հատ կլարնետ էր վերցրել կենցաղի տանից բերեց ասեց նույն ես պետք է կլարնետ նվագեմ դու պետք է դհոլ խփես բայց ես մուղամ եմ գնալու հենց ասեմ ստեղ մտի կմտնես հիմա ես այնքան լարված եմ ինքը մուղամ ա գնում դե նվագել չգիտեր բայց նմանեցնում էր մուղամ ա գնում գուգոս մեկ էլ գլխով սենց հարեց ես այդտեղ մտա մի թարաքյամի ամտե հո չենք խփում պարում ճվում երգում մեկը պապաս մտավներ սասավես հարսանիքա էս ինչա ժողովուրդը գնացողներ սա մեր հայաթին են նայում թե հարսանիքը որտեղ ա ու մեր տունը միշտ տենց հարսանիք էր միշտ ջան ուրախ էր գուգոս ուրախ էր ոնց որ իրանից հետո Նորից կհանդիպենք, չէ՞։ Հա մենք գալուց հույսով եմ, որ կհանդիպենք, կտեսնվենք անպայման։ Թող ոչ մեկ կարոտով չմնա։ Կարող եմ ինձ գալուց արդեն մեր արգամին հարսանիքի կգաս Ես գիտեի վատ բան ասել։ Ինչ պետք է ասել ես անպայման դասավորում ես տեսնենք քեզ առաջ աստված տեսնենք առաջ չենք գնում տեսնենք արգամին տեսնենք որտեղ ես արդեն մեկի հարսանիքին գոնե ներկա հա ես ոչ մեկի հարսանիքին ներկա չեմ գտնվել որովհետև հնարավորությունը չներ չեմ կարողացել կամ հա չեմ կարողացել կամ քույրիկներս եղբայրներս բոլորը ամուսնացել են ներկա չեմ գտնվել բայց արգամի հարսանիքի շորերը մեկի կոշիկները առել են Արդեն պատրաստվել ես արմեն բայց ես թվում է մինչև արգամի հարսանիքը լինի ես ծերքին կլնեմ ու այդ շորերը չեմ կարող հագնել չէ Ամինե ջան այդքան հեռու չի համարյա մոտենում է տեսնենք առաջ աստված մի բան գիտես դու իմ ներքի ձայնն է ինձ ասում Ոչ ես ինչը կարող մենք առանցին հակին նկարահանվեցին Վայ զարգանալ ուրեմն կային են մի անգամ մեզ հյուրեր եկել Դիլիջան այն ժամանակ ինքան շատ էր մոծակների հիմա չկա գիտես կարի հա վերոցել ուրեմն կծել էին Կարինը լրիվ դեֆորմացվել էր ուռել էր լրիվ այլակերպը իրան հիշում եմ մաման տուն եկավ հա ու տեղից պետք է գնայի Ստեփանավան հիմա ասում նստել եմ գազել որ գնամ Ստեփանավան այդ սաղ ամբողջ ժողովուրդը նստել են գազել ու ինձ են նայում որ ասում ես ինքն էլ դե երևի չի տեսել ասում եմ ժողովուրդ ինչ են ինձ սեզ նայում կողքիս ազատ տեղ կար ոչ մեկը կողքից չնստեց Փախեցել են Փախեցան Ուրեմն այս խեղճը հազիվ հասել է տուն ու սիստեմներ ընդունել 2-3 օր սիստեմ ընդունել որ կարողացել է
իրան կարգավորի։ Ես չգիտեմ այդ ինչի բան մեզ ինչի չեն տենց գծում։ Դուք տեղած եք ձեզ սովորել, մենք Հիմի չկան, հիմի մոծակները Կարողական, վերացել են։ նույն է կարողական դուք չեք զգում, ձեր չեն գծում։ Հետո էլ մի օր փորձի արի։ Տենակ ես Ուզում ես էլի գծած Պատենական թե չէ։ հա, դե մի եթե տիապացուց են կա թե չէ, դու մի օր արի, երկու օր մնա տենակ այդ մոծակները, եթե նորից նույն վիճակն է, լավ ուրեմն կա։ Ուրեմն առավոտը վեր կացա, սաղ ինձ նայեցին, սկսեցին ծիծաղել, ես էլ նայում եմ, ասեմ, խենդ վրես ծիծաղում, մեկ էլ սենց ասին, լա գնա հայլում քեզ նայ, գնացի հայլում նայեցի, որ ամբողջ դեմքս սենց վզով ես, թևերով ես, ուրեմն այնքան են այդ մաները, միջապները գծել, որ հասցրել է գիշերը, որ այդ գծած տեղերը սենց ջրոտի բորբոքվի։ Այդ հենց գնացի Ստեփանավան, Բայց ահա որ ուռել է, աչքերը չեր երևում, ահա որ քիթը շատ չեր ուռել երևում։ էի, հա, ռեակցիայի մեջ էին գել ալերգիայի, այդ գնացի ավտոբուսում նստացել, ուրեմն կողքից տեղ կա, ոչ մեկը չի նստում։ Ոչ մեկը չի նստում, վախենում եմ, թե այս ինչ հիվանդություն է, այս կինը, որ sense նստել է հանրային տրանսպորտու տեղ է գնում։ Վերջ եկա տուն, մեր հարևանը բուժքույր էր, ողորմ իրան Ռոստոտան։ Գնացի մոտը, ասեց դու ռեակցիայի մեջ ես ընկել, պետքա սիստեմաներ ընդունես։ Մի 5 հատ սիստեմա ընդունեցի, նոր կարգավորվեցի, նոր անցավ։ Սումգայիթ ջարդերի ժամանակ Հայաստանի բոլոր շրջաններից, այդ թվում Երևանից գնում ենք ծիծեռնակաբերդ երթեր։ Մենք մեր ընտանիքով նույնպես գնում ենք, ուրեմն այնքան ժողովուրդ այնքան շատ էր, որ այն որ ասում են ասեղ գցեր գետ մինչև են։ Մի քայլ գնում էին, գնում էինք, մի ժամ կանգնում, մի քայլ գնում էին, մի ժամ կանգնում։ Այդ ժամանակ ես շարքի մեջ կողքս տալս էր, տեկորսկինն էր, իսուրս էր, հարևաններն էին մի խոսքով, ես զգացի, որ ես շատ վատ եմ զգում, ուրեմն այնքան խիտ էր, որ օդ չկար շնչելու, զգացի, որ վատ եմ զգում, շարքից մի կերպ հանեցին, ինձ հանեցին շարքից դուրս, եւ արդեն ես չեմ զգացի ինչպես եմ ուշաթափել։ Հիմա ես կպատմեմ։ Հիմա Կարինը ուշաթափվել է, մենք օգնություն ենք ցույց տալու, դեռ իհարկե բժիշկներ էլ կային, լրիվ տենց ուշադիր մոտեցան, օգնություն էին ցույց տալիս։ Մեկ էլ այդտեղ հավատացյալներ կային, ամեն մեկը մի ինչ որ սնունդով օգնում էր։ Հա, մեկ էլ այն պահը նկատեմ, որ մեկը մի հատ շուջուխի շարանա վերցրել, չոքել այս Կարինի վրա, այդ շուջուխը դնում է, ես բրթում է, այս մամասը գոռում է, խեղտեցի, ինչ ես անում, խեղտեցի, ասում թող այս շուջուխն ուտի կա բան կալնի, ուշքի կգա։ Մի կերպ հազիվ այդ կնոջ համոզում են կարմարտ, ասում եք, այս մարդու շատ հապ է եղել, շուջուխը դրել ես փոքր, լավ զգա իրան նոր։ Այդ մի քիչ անցավ, մեկ էլ խնձոր տվեցին մի հատ սենց։ Մեծ խնձոր էր։ Այդ ատվին Կարինին ասենք կծի գոնե մի քիչ հյութ գնա։ Վերջը Կարինին ասենք, որ Նինայի հետ, այն մյուս հարսիս հետ, դուք արդեն տուն գնացեք էլի, մի քիչ լավ չէր զգում իրա։ Հիմա այդ խնձորը տվել են ես խեղճին, ու ասում են պարտադրում ենք, որ պետք է անպայման ուտես։ Մի ձերը սուջուխ, մի ձերը խնձոր։ Չէ, շուրջուխը չկա, արդեն գցել են։ Հիմա այս խնձորը վերցրել է Կարինը, հետ է գնում արդեն հակառակ ժողովուրդը բարձրանում է, իրանք արդեն հետ են գնում մի կերպ, մեկ էլ մի հատ տղա այդ շարքի միջից նկատեց, որ Կարին խնձորը ուտում։ Վայ, շատ թափվել էինք, այդ պետք է դա այնքան ծիծաղեցի։ Մեծ շնորհակալ եմ այսօրը Տոն սարքելու համար, եւ ցանկանում եմ, որ վլոգը երկարատև լինի, դիտումները շատ լինեն եւ նորանոր շատ հետաքրքիր տեսահոլովակներ ունենաս։ Մենք էլ ժամանակ առ ժամանակ մասնակցենք այդ հոլովակներին։ Ես նույնպես շնորհակալ եմ ջերմ ընդունելության, ջերմ խոսքերի համար, մենք էլ մի քիչ ծրվեցինք, մի քիչ լավ զգացինք մեզ, շատ լավ ժամանակ անցկացրինք։ Ես ասեմ նաև, որ այս հայրական օջախը մենակ հայրական պատեշ չէ, հայրական օջախը հայրական տան ապրողներ են, որոնք միշտ մեր դուռը բաց է բոլորիդ համար, քանի որ ինչքան որ կանք այս մեծերը, փոքրերը բոլորը մեր
օջախի դուռը բաց է եւ սիրով կընդունենք մեր տուն։ Արմինե ջան, շատ ուրախ եմ, որ եկանք, տեսանք 25 տարի, դա ուղղակի բառեր են ասվում, 25 տարի, մի ամբողջ կյանք։ Այսինքն դու գնացել ես իմի այդ տարի ծնված երեխեն հիմի 25 տարեկան, դու պատկերացնում ես մի ամբողջ կյանք։ Նուն ջան, ձեզ էլ մերսի, որ եկաք, իսկականից օրս միշտ երազել եմ սենց օրվա մասին, միշտ երազել եմ եւ սիրելի հետևորդներ, դուք էլ հետևեք մեզ, տեսեք ես թե հորքրուս ենք ավելի համեղ ու տեսներ պատրաստում։ Խոհարարների ընտանիքը։ Այո, խոհարարների ընտանիքը։ Կհանդիպենք հաջորդ հաղորդման ժամանակ։